Փոքրիկ իշխանը, գլուխ 4 Այսպիսով ես իմացա ևս մեկ շատ կարևոր բան: Նրա հարազատ մոլորակը մի տան չափ է եղել, գուցե մի քիչ մեծ: Բայց դա ինձ այնքան էլ չզարմացրեց: Ես վաղուց գիտեի, որ Երկրի, Յուպիտերի, Մարսի, Վեներայի պես վիթխարի մոլորակներից այն կողմ, որոնք իրենց անուններն ունեն, կան նաև հարյուրավոր այլ մոլորակներ, որոնք հաճախ այնքան փոքր են, որ նույնիսկ աստղադիտակով հազիվ են երևում: Երբ աստղագետն այդպիսի մի մոլորակ է հայտնաբերում, անվան փոխարեն նրան մի համար է տալիս: Օրինակ, այդ մոլորակն անվանում է աստղակերպ 325: Ես լուրջ հիմքեր ունեմ կարծելու, որ փոքրիկ իշխանը եկել է B612 աստղակերպից: Այդ աստղակերպը երևացել էր միայն մեկ անգամ՝ 1909 թվականին: Այն աստղադիտակով տեսել էր մի թուրք աստղագետ: Վերջինս իր հայտնագործության առիթով մի փառահեղ ցուցադրություն էր կազմակերպել Աստղագետների միջազգային համաժողովում, սակայն ոչ ոք նրա խոսքերին չէր հավատացել հագի շորերի պատճառով: Մեծահասակ մարդիկ են, չեն հավատա: Այդ ժամանակ ուրախություն B612 աստղակերպի Թուրքիայի սուլթանը մահվան սպառնալիքի տակ իր հպատակներին ստիպում է այսուհետ հագնվել եվրոպացու նման: 1920 թվականին թուրք աստղագետը կրկնում է իր ցուցադրությունը: Այս անգամ նա նրբաճաշակ շորեր էր հագել և բոլորը հավատում են նրա ասածներին: B612 աստղակերպի մասին այսքան մանրամասն պատմեցի ու նրա համարը ձեզ վստահեցի միայն ու միայն մեծահասակ մարդկանց պատճառով: Մեծահասակները թվեր շատ են սիրում: Երբ նրանց ասում ես, թե նոր ընկեր ունես, նրանք քեզ երբեք չեն հարցնի ամենակարևորի մասին: Երբեք չեն ասի ինչպես է հնչում նրա ձայնը, ինչ խաղեր է խաղում, թիթեռների հավաքածու ունի թե ոչ: Նրանք հարցնում են քանի տարեկան է, քանի եղբայր ունի, ինչքան է քաշը, ինչքան փող է վաստակում նրա հայրը ու կարծում են, թե արդեն ճանաչում են նրան: Եթե մեծահասակներին ասես վարդագույն աղյուսե պատերով մի գեղեցիկ տուն եմ տեսել, որի պատուհաններին խորդեն ու ծաղկամաններ կան, իսկ կտուրին աղավնիներ, նրանք այդպիսի տուն երբեք չեն պատկերացնի: Նրանց պետք է ասես ես մի տուն եմ տեսել, որն արժե 100,000 ֆրանկ և նրանք կբացականչեն այ քեզ հրաշք: Կամ եթե նրանց ասես փոքրիկ իշխանն իրոք գոյություն է ունեցել, որովհետև նա շատ հմայիչ էր, որովհետև ծիծաղում էր և ցանկանում էր ոչխար ունենալ, իսկ երբ մեկը ցանկանում է ոչխար պահել, ուրեմն նա իսկապես գոյություն ունի, ապա նրանք միայն ուսերը կթոթվեն և քեզ միամիտ երեխայի տեղ կդնեն: Բայց եթե նրանց ասես մոլորակը, որտեղից նա եկել է, B612 աստղակերպն է, դա նրանց համոզիչ կթվա և քեզ այլևս չեն ձանձրացնի իրենց հարցերով: Ոչինչ, մեծահասակ մարդիկ այդպիսին են և չարժե նրանցից նեղանալ: Երեխաները պետք է միշտ ներողամիտ լինեն մեծահասակների նկատմամբ: Բայց մենք հո լավ գիտենք, թե ինչ է կյանքը և թվերը անշուշտ մեզ բնավ չեն հետաքրքրում: Ես այս պատմությունը հաճույքով կպատմեի կախարդական հեքիաթի նման: Ես կսկսեի այսպես: Կար մի փոքրիկ իշխան կար: Նա ապրում էր մի մոլորակի վրա, որը իրենից մի քիչ էր մեծ և շատ էր ուզում ընկեր ունենալ: Նրանք, ովքեր ճանաչում են կյանքը, իսկույն կհասկանան, որ սա ավելի մոտ է ճշմարտությանը: Որովհետև ես չեմ ցանկանում, որպեսզի իմ գիրքը կարդան հենց այնպես, հաճույքի համար: Չեք պատկերացնի ինչքան եմ տխրում, երբ հիշում եմ այս ամենը: Արդեն 6 տարի է, ինչ իմ բարեկամը լքել է ինձ և հեռացել է իր ոչխարի հետ: Հիմա այդ մասին փորձում եմ պատմել միայն այն բանի համար, որպեսզի չմոռանամ նրան: Ընկերոջը մոռանալը տխուր բան է: Բոլորը չէ, որ կարող են ընկեր ունենալ և ես նույնպես վախենում եմ նմանվել մեծերին, որոնց թվերից բացի ուրիշ ոչինչ չի հետաքրքրում: Ու նաև դա է պատճառը, որ ես գնեցի մի ներկատուփ և գունավոր մատիտներ: Իմ տարիքի մարդու համար հեշտ չէ նորից զբաղվել նկարչությամբ, մանավանդ որ ես միայն փնշապոց եմ նկարել դրսից և ներսից և այն էլ 6 տարեկան հասակում: Անշուշտ ես կփորձեմ, որպեսզի իմ դիմանկարները հնարավորին չափ նման ստացվեն, չնայած վստահ չեմ, թե դա ինձ կհաջողվի: Նկար կա ստացվում է, նկար կա չի ստացվում: Հասակը նույնպես կարծես թե սխալ եմ նկարում: Մի նկարի մեջ փոքրիկ իշխանը չափազանց մեծ է ստացվել, իսկ մյուսում չափազանց փոքր: Լավ չեմ հիշում նաև նրա հագուստի գույնը: Դրա համար էլ մի տեսակ անվստահ եմ նկարում ինչպես կստացվի: Վերջապես ես կարող եմ ճիշտ նկարել նաև որոշ կարևոր մանրամասներ: Դրա համար ներող կլինեք:
Բարեկամս ինձ երբեք բացատրություններ չէր տալիս։ Գուցե նրան թվում էր, թե իդեմս ինձ իր նմանին է գտել, սակայն ես ցավոք չեմ կարողանում փակարդի ներսում ոչխար տեսնել։ Երևի մի քիչ նման եմ մեծերին, ոնց որ թե ծերանում եմ։